կդրեք ես ձենը իջացնեմ, հետո 2020 թվականի հունվարին անցկացնում եք Կապանի ասուլիսը, հիշում եք, հայտնի ասուլիս էր, որում ինքը մարտահրավեր է նետում Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների բոլոր 10 թե 11 թեկնածուներին, պարտադրելով նրանց, որ իրանք բոլորը դեմ խոսեն սեղանի վրա եղած պլանի դեմ։ Ասում հələ մատ տենանք էլի, թող բոլորը արտահայտվեն։ Իրանք բանը ընդունում են այս պլանը։ Իր ամբողջ կերծվածքով ցույց է տալիս, որ ինքը ըմբոստանում է այս պլանի դեմ եւ Աստված ոչ արածցե, եթե հանգարցակի Լեռնային Ղարաբաղում կան նախագահական ընտրությունների թեկնածուներ, նախագահական թեկնածուներ, որոնք այս պլանը ընդունում են։ Եվ եթե հիշում եք, գնաց մի հատ շքերթ նախագահական թեկնածուների Արցախի Հանրապետության, որոնք հերթով իրար հերթ չտալով բոլորը ասին, որ չէ, սա խայտարակությունն է, մենք սա չենք ընդունում եւ այլն։ Սա էլի Նիկոլ Փաշինյանի պրովոկացիան էր ամբողջ աշխարհի առաջ, որ սա անընդունելի բան է։ Դրան հետևեց, հիշում եք հուլիսին արդեն Տավուշյան արկածախնդրությունը, երբ որ ինքը ուղղակի գնաց արդեն ռազմական գործողությունների։ Դրան հետևեց Սևրի հայտարարությունը, Սևրի մասին հայտարարությունը, որում ինքը առաջին անգամ ինչ որ Հայաստանի Հանրապետության ղեկավարության անունից ինչ որ հղումներ կատարեց Սևրի պայմանագրի վրա, այսինքն ակնարկելով, որ Թուրքիան հենց դեռ պատասխան պիտի տա, տարածքներով պիտի մեզ վճարի եւ այլն եւ այլն։ Այսինքն այս մարդը, ել չեմ խոսում զրոյից սկսելու իր այդ բանակցությունները զրոյից սկսելու իր հայտարարության մասին, չեմ խոսում այն հայտարարության մասին, որ ասում էր, եթե պաշտպանության նախարարը չհայտարարեր, որ նոր պատերազմ, նոր տարածքներ, ես իրան գործից կհանեի։ Այսինքն այդ մարդը պահպանել է դիվանագիտական լռությունը, ոչ մի բան չի ասել, բայց իր բոլոր գործողություններով արել է պատերազմի ինչ ասեմ, վերսկսումը սադրելու քայլեր։ Բոլոր։ Մի քայլ չկա, որ ինքը չարած չլներ։ Եվ այսպես, որ մի քիչ կարդացնենք, Փաշինյանը, քանի որ այս քայլերը կատարել է, ես հայտարարում եմ, որ այս ամբողջ արդյունքները, Արցախի կորուստը, պատերազմը, հետագա 10 բախումները Ադրբեջանի հետ, մեր ստրատեգիական բարձունքների կորուստը, եւ այս չդադարող այս բանի կապիտուլյացիայի, այս գործընթացի միակ պատասխանատուն դա Նիկոլ Փաշինյանն է, եւ դրանք բոլորը հետևանք են իր ստոր, անբարոյական, տգետ եւ պատեհապաշտ քաղաքականության։ Սա շատ կարևոր բացահայտում էր, որովհետեւ սա թույլ է տալիս մեր ժողովրդին ընտրություններից առաջ լիակատար եւ լիարժեք պատկերացում ունենալ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարել մեր երկիրը եւ ինչպես է ինքը դարձել այս աղետի հեղինակը եւ գլխավոր ճարտարապետը։ Ես հուսով եմ, որ մեր ժողովուրդը կանի համապատասխան, կվերցնի համապատասխան դասերը, կհասկանա ինչ է կատարվել եւ մենք սա երբեք չենք թողի, որ այս թեման քնի։ Սա ասեմ ձեզ, ամենակարևոր բանն էր, որ եղավ Նիկոլ Փաշինյանի բացահայտման, իր բնավորության, իր կառավարման շրջանի բացահայտման առումով։ Եվ ամենակարևորը, այն մարդը, որ սա արել է, այն մարդը, որ մեզ տարել է պատերազմի ուղղությամբ, 10 ռազմական բախում ունեցել է Ադրբեջանի հետ իր 7.5 կառավարման տարիներին, այսօր մեր ժողովրդին ասում է, որ ինքը խաղաղություն է բերել։ Ատեղել է ստում։ Բայց այդ ստերը մեկ այլ
հանդիպան կամ ասուլիսի կամ հարցազրույցների թեմա կլինեն։ Ես ուզում եի այսքանը ներկայացնել ձեզ եւ սիրով պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։